Բարի լույս։ Վերջերս շաքարի դեմոնիզացիայի մեյնսթրիմը ամբողջ աշխարհում։ Շաքարը վատն է, շաքար օգտագործելու հետևանքով առաջանում են այս կամ այն սրտանոթային հիվանդությունները, երկրորդ կարգի կամ ինչու ոչ առաջին կարգի շաքարային դիաբետի գլխավոր պատճառն է հանդիսանում շաքարի անկանոն օգտագործումը, ինչի հետ չհամաձայնվել չեմ կարող, սակայն եկեք դիտարկենք նաև այլ տեսանկյունից, քանի որ մեր բոլորի կողմից այդքան սիրված, այո, բառից բուն իմաստով սիրված շաքարը, որը մեզ երբեմն ապահովում է նույն դոֆամինի ժայթքումով մեր օրգանիզմում, նույն էպինեֆրինի, էնդորֆինների ժայթքումով մեր օրգանիզմում շատ կարևոր դեր է խաղում միևնույն ժամանակ։ Ստեղ խնդիրը գալիս է ոչ թե նրանից, որ շաքարը ինքնին վնասակար է, այլ մեր օրգանիզմի շաքարը կարողանալ ընկալելու եւ ճիշտ օգտագործելու ունակության մասին։ Վստահ եմ բոլորս այդպիսի մարդ չկա, որ լսած չլինի ինսուլինառեզիստենտության մասին։ Ինչ է իրենից ներկայացնում ինսուլինառեզիստենտությունը։ Դա այն երևույթն է մեր մարմնում, երբ ինսուլինի արտադրությունը այնուամենայնիվ տեղի է ունենում, սակայն բջիջը չի կարողանում իրեն ամրացնել տվյալ ածխաջուրը, որը շաքարն է, շաքարը այո ածխաջրի տեսակ է, եւ իր տեղափոխման process-ը տեղի ունենա, որի հետևանքով տվյալ շաքարը մնում է մեր արյան համակարգում եւ բերում է բոլոր այն վատ հետևանքներին, որոնց մենք այդքան քաջատեղյակ ենք։ Ինչը հարկավոր անել։ Այո, պետք է աշխատել ինսուլինառեզիստենտությունը վերականգնելու ուղղությամբ։ Իսկ ինսուլինառեզիստենտությունը վերականգնելու լավագույն գործիքը դա ուժային մարզումներն են։ Սա ապացուցված իրականություն է։ Մեր օրերում ցանկացած խելացի բժիշկ առաջին հերթին խորհուրդ է տալիս երկրորդ կարգի դիաբետ ունեցող մարդկանց գնալ եւ զբաղվել ուժային մարզումներով կամ տնային պայմաններում կամ շատ ավելի ցանկալի է մարզասրահում։ Խոսքը վերաբերվում է նրան, որ երբ մենք թիրախային այս կամ այն մկանախումբը սկսում ենք մարզել, տվյալ մկանախմբում միոֆիբրիլներում ակտիվանում է ինսուլինի ընկալունակությունը բջջի հետ եւ մեր այդքան հայտնի ինսուլինը, որը հանդիսանում է տրանսպորտային հորմոն, որն արտադրվում է մեր ենթաստամոքսային գեղձում, կատարում է իր ֆունկցիան շատ ավելի լավ, շատ ավելի բարենպաստ, որի ֆունկցիան ոնց նշեցինք, տարի տեղափոխումն է բջջի մեջ, այնտեղ ամրացնելն է, որի հետևանքով մեր մկանները, թիրախային մկանը, ենթադրենք, այսօր մարզել եմ կրծքավանդակի մկաններս, կրծքավանդակի մկանախմբում հետևաբար, երբ որ մարզումից հետո ես ընդունելու եմ սնունդ, ածխաջրեր, արագ տեսակի նույն ինքը շաքար կամ նույնիսկ ցածր գլիկեմիկ ինդեքսով ածխաջուր, որի հետևանքով իդեպ մի գաղտնիք բացեմ, մեր մարմինը այնուամենայնիվ իր շաքարի բաժինը ստանալու է, քանի որ գլյուկոզան նույնպես շաքարի տեսակ է, այսպիսի մի երևույթ գոյություն ունի, որը կոչվում է գլյուկոնեոգենեզ, որի հետևանքով նույն սպիտակուցը, որն իր մեջ ենթադրաբար եւ փաստացի չի պարունակում որևէ տեսակ շաքար, սկզբում ճեղքվում է ամինոթթուների եւ վերջնական կետում տվյալ ամինաթթուները ճեղքվում են գլյուկոզայի, այսինքն անվանել շաքարը վատն է, շաքարը մեզ տանում է դեպի մահ, մի փոքր կոռեկտ չի։ Խնդիրը այն ճիշտ կիրառելու մեջ է, որովհետեւ շաքարը մաքրագույն էներգիա է։ Քանի որ բոլորս գիտենք, որ ածխաջուրը ինքն իրեն 1 գրամը 4 կիլոկալորիա է, շաքարը լինելով ածխաջրի տեսակ, միշտ եղել է եւ ըստիս լինելու է մեր թե ուղեղի, թե առհասարակ գլխավոր վառելիքն է լինելու որպես այդպեսին, որովհետեւ այն շատ ավելի պրոդուկտիվ է, քան նույն կետոնները, ճարպերի մասին է խոսքը գնում։ Ուստի ոնց նշեցի, մեր մարմինը միևնույն է, նույն սպիտակուցից ճեղքելու է, ստանալու է իրեն հասանելի գլյուկոզան։ Մեր խնդիրն է, որպես վերջաբան, զբաղվել ուժային մարզումներով եւ մեր մարմնի ընկալունակությունը, տվյալ տարը ընկալելու մեր բջիջներում ավելի լավացնել։ Ուստի զբաղվեք սպորտով եւ եղեք ավելի առողջ։